Բարի երեկո, սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, գողջունենք ձեզ Դարձյալ Մեծիդանն Գիլիգո Գաթողիկոսության քրիստոնեական տաստիարակության բաժանմունքի գողմե գազմագերբված հավատ եւ կյանք հայդակիրով համագործակցությամբ Վանացայինի հայկական ռադիոգայանին այսօր Վանացայինի ստուդիոներս ուրախությամբ գհյուրընկալենք Մեծիդանն Գիլիգո Գաթողիկոսության միապաններեն եւ միաժամանակ միջկրոնական բաժանմունքի պատասխանատու, ինչպես նաև վեապար հայրապետի կավազանագիր հոգեշնոր Դեր Սարգիս Վարդապետ Աբրահամյան, որ պիտի խոսի հինանց շրջանը եւ Քրիստոսի համբարձումը։ Աստված օգնական եղբայր։ Աստված օգնական։ Վստահ եմ, որ մեր ժողովրդի զավակները այս օրերուն նկատի ունենալով, որ օրվան նյութը արդեն հինանց շրջան է եւ այսօր համբարձման դոնն է, նայեցեք ինչ զուգատիբություն, ինչ լավ, դակավին այդ հինանց շրջանը կշարունակվի, սկսենք թե այս հինանց շրջանը այլ խոսքով փարենը սկսենք։ Ինչ կնշանակե հինանց կամ հինունք։ Այո։ Նախ թույլ տվեք շնորհավորելուց ես, որ երկու ամսվան այս անջատում են եկ վերսկսակ այս հույժ օգտակար ծրագիրը շնորհակալություն կգարձեմ բոլորին անունով ցեզի քրիստոնեական տասյարակյան բաժանմունքին եւ Վանացայինին։ Խնդրեմ շմանը։ Քանով ձեր հարցումին ուրեմն հարության դոնին հաջորդող օրերը ծանոթ են եւ դոնացուցի մեջ հիշված են հինունք կամ հինանց օրեր անունով ամբողջ 50 օրերը հինանց 50 օրերը դերունի օրեր են առաջին 40 օրերը նվիրված են հարության դոնին եւ անոր շարունակությունը կնկատվին եւ վերջին 10 օրերը համբարձման դոնին առնչված են եւ անշուշտ անոր շարունակությունը կնկատվին իսկ 50-րդ օրը ուրեմն Սուրբ Հոգվո Քալստյան դոնն է եւ այսպիսով հինանց շրջանը ամբողջությամբ գավարտենք Քալով հինանցի կամ հինունքի լեզվական իմաստին անգամ ասած լեզվական ճշգրիտ իմաստը մեր եկեղեցվո դիսակետներուն կողմէ այսպես խորհրդավորության մեջ մնացած է ուղղակի անլույց արեղծված մնե հանելուկ մնե հիշեմ քանի անուններ օրինակ ներսե շնորհալի հայրապետ եւ Գրիգոր Դատեվացին հինունք Փարը հինունք անունը ինը տիվինգարն չեն սակայն դարբեր մեկնաբանությամբ բնականաբար շնորհալի հայրապետը իր թուղթ ընդհանրականի մեջ գսե թե հինունքը եւ հարության գիրագիները երկնավոր Փեսա Քրիստոսի եւ հարսնացյալ եկեղեցվո խնջույքը գխորհրդանշեն այսինքն Քրիստոսի հաղթանակին եւ երկնավոր հարսանիքին բադգեր կներկայացնեն այդ օրերուն հողեղեն արտար մարտիկ եւ լուսեղեն հրեշտակներու 9 տասագարքերը կմիախմբվին Քրիստոսի հարությունը պարապանելու համար հետեւաբար այսպիսով հրեշտակներու 9 տասագարքերը եւ հինունքի այդ 9 գաղափարը իրար գարն չէ այս պատճառով ալ ներսես շնորհալի հայրապետ կսե նախնիկ այդ օրերուն անունը ինունք գոչած են սկիզբի հին անշուշտ չնչած ինունք գոչած են անշուշտ ակնարկելով 9 տիվին նույնը կհաստատե Դատեվացին հավանաբար հիմնվելով շնորհալի հայրապետին ուրեմն հաստատումին վրա անգսե այս 50 օրերը զադիգ են եւ հրեշտակներու 9 տասագարքերու ուրախությամբ միանալով կդոնենք Քրիստոսի հարությունը Այս երկուքին կողքին կուկա Մաղաքիա Օրմանյան բադրիարք գսե հինունք բարին արմադը 50 բարն է 50 ուրեմն օրերուն ակնարկելով 50-ն է գսե Սուրեն Սրբազան Կատարոյան arciepiskopos Կատարոյան իր դիսական գիտելիքներ քիրքի մեջ նույն սահմանումը կգադարե ինչ որ մեզի գարձել գուտա որ Ուրեմն Օրմանյան բադրիարքի բացատրության վրա հիմնված է Սրբազանը Մինչ շնորհք բադրիարք գսե թե այդ բառը հինունքը կնշանակե չի նշանակեր 50 որովհետև արդեն 50 օրերը ակնարկելու համար
Փարմը ունենք մենք ծիսական բարարանի մեջ, որ հիսնագն է։ Որ ծնունդեն 50 օր առաջ գսկսի եւ այդ 50 օրվա շրջանն է։ Եվ անոր համար ալգսե ինչ որ ինքնալ շնորհալի է եւ դատեվացի այդ բացատրություններում վրա հիմնվելով հաստատումը կգադարե, որ հինունք բարին արմադը պետք է լա 9 բարը։ Բայց թե ինչ գաբունի 9 թիվը այս 50 օրերուն հետ երկու ենթադրություն կտա բադրիարքայրը։ Առաջինը կսե որ նախաքրիստոնեական շրջանին կորձածական բարմն էր այս, որ գապ ուներ բնության երևույթներուն հետ։ Օրինակ, գրնա ագնարգություն ըլլալ քարնան 9 շաբաթներուն, որովհետև հարության շրջանը գիտեք որ քարնան շրջանն է որգուկա, սկիզբը։ Որոնք գերգարացկվին քարնանամուդեն, այսինքն մարտ 23-ին մինչև մայիսի վերջը։ Երբ ամառնային շրջանը կսկսի։ Երկրորդ, ուրեմն հինունք կնշանակե այն 9 հաջորդական գիրագիները, որոնք կսկսին զադիգով եւ կվերջանան հարության առաջին գիրագյով, որ կհաջորդե հոգեկալուստին։ Այս բոլորեն իդ կարելի է ասել, որ այսօր բաց այդ իրողություն մնե, որ հինունքը կկործածվի զադիգեն հոգեկալուստ երգարող 50 օրերու շրջանին համար։ Բայց նորեն գսենք, որ լեզվական ուրեմն իմաստը խորտավորության մեջ մնացած է միշտ 50 օրերու շրջանն է հինունքը։ Շատ բարի։ Հայսուպ լսած եմ, որ հինանց շրջանին բախկ չեն բահեր։ Այո։ Ինչու։ Այո։ Որովհետև ինչ որ գիտեմ չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը բախկի օրեր են։ Ինչու չենք բահեր հինանց շրջանին։ Ինչպես որ մեր հայրաբետները ըսած են եւ աստվածապան հայրերը, այս 50 օրերը դոնական օրեր են։ Քրիստոսի հարությունը ուրեմն մենք կնշենք 50 օրերու ընթացքին։ Ամենամեծ դոնական շրջանն է մեր ուրեմն օրացույցին մեջ։ Ինչու բակ չենք բահեր։ Պետք է ասել, որ հինանց շրջանին ինչպես որ գիտեք նախորդ է մեծ բակը։ Մեծ բակն ու հինանց շրջանը ներհակ, սակայն զիրար ամբողջացնող օրեր են։ Զադիգեն առաջ 50 օրերու դրդմության եւ ապաշխարանքի շրջանը ունենք մեծ բակը։ Ուրեմն եկեղեցին հավատացյալ այս ընթացքին կբադրաստե մեծակույն այն դոնին Քրիստոսի հարության։ Նույնպես ունենք զադիգին հաջորդող 50 օրերը, որոնք հոգևոր երջանկության շրջան են եւ շարունակությունը զադիգի խորհրդին է վայելքին ինչպես որպեսի։ Այս երկու շրջանները կդրողվին Քրիստոսի հարության դեպքով։ 50 օրերու դրդմության շրջան, 50 օրերու ուրախության շրջան։ Ճիշտ մեջտեղը գտնվի մոտավոր 50 օրերու ասենք դրդմության շրջան, ճիշտ մեջտեղը գտնվի Քրիստոսի հարության հրաշապար դեպքը։ Ուրեմն բարակայականորեն չի կատարված այս կարգադրությունը, ինչպես որ գիտեք։ Խորտանշականորեն մեզի ցույց կդրվի մարդուն դրդմությունը հարութենեն առաջ եւ ուրախությունը հարութենեն յետք։ Անշուշտ Ձիսական այս կարգավորումը իր մեջ կփոխանցի աստվածաշունչին փոխանցած փորձառություններն ու իրականությունները։ Ցեվով մտաստիարակությունն է ասիգա աստվածաշունչին մեզի հավատացյալներուն դված։ Ուրեմն հարուցյալ աստծո ներկայությամբ մարդու կյանքի մեջ դեղի ունեցած արմադական փոփոխություններուն պատկեր կտեսնենք նոր գդագարանի մեջ։ Արաքյալներու կյանքեն մի քանի օրինակներ դամ։ Օրինակ, ինչպես գիտեք, պատմություն բոլորին ծանոթ է։ Պետրոս Արաքյալ գխնդրե Քրիստոսեն ճուրին վրա են քալել։ Եվ կայլ մգնեդե։ Երկրորդ կայլին շոպոտ կմատնվի, կասկածի կմատնվի եւ գնգղմի։ Քրիստոս անշուշտամիջապես կվերցնե։ Այլ օրինակ մգա, որ դարձյալ բոլորին ծանոթ է Թոմաս Արաքյալին օրինակը, որ կասկածամիտ էր, մինչև Քրիստոսի վերքերը չտեսնե, չշոշափե, չհավատաց, որ հարություն արած է։ Անոնք կներկայացնեն այդ 50 օրերու դրդմության շրջանը, այսինքն պատրաստության շրջանը, դակավին իրենք Արաքյալները, որոնք Աստծո հետ նստած էին, Աստծո հետ գաբրեին, դակավին կասկած ունեին։ Իսկ հարութենեն յետք
Պետրոս Արաքյալ, որ 3 անգամ ուրացավ Քրիստոսը, դարձավ մեծակույն վգաներեն մեկը։ Քրիստոսի եկեղեցու սույներեն մեկը։ Թովմաս Արաքյալ, որ գասկածով էր դակավին, չէր հավատար, որ իսկապես Աստված պիտի մարտանա, Աստծո վերքերուն կարելի է տպնալ։ Աստված հարություն պիտի առնի, այս բոլորը որովհետև քիրքերում մեջ գրված են, իրականության մեջ չէր գնար այդ պատկերացնել, Քրիստոս եկավ հարութենեն իդ ցույց տվավ իր վերքերը եւ այդ կասկած ամբողջությամբ բարադեց եւ դարձավ նահատակ Արաքյաններեն մեկը Թովմաս, անշուշտ մեծակույն բգաներեն մեկը։ Ուրեմն այս անցման շրջանը Քրիստոսի հարությամբ մեզի ցույց տրված այս անցման շրջանը մարդու ընդհանրապես հոգեգան իրավիճակն է։ Պատրաստության շրջանը ավարտեցինք եւ հիմա կանցնենք հարության շրջանին։ Ինչպես որ առաքյալները պատրաստության շրջանը ավարտեցին եւ անցան հարության շրջանին։ Անվարան օրեն վգայեցին Քրիստոսի հարությունը։ Անվարան օրեն ծառայեցին։ Վախը փարադեցավ այլևս իրենց մեջ չգար վախ։ Քրիստոս Աստված հարություն արած էր եւ իսկապես ճշմարտապես թակավորած էր։ Եկեղեցին այս 50 օրերը մեզի ուրախության, երջանկության օրեր նշելով, նշանակելով, մեզի նաև գսե որ մեր մեջ են վախը պիտի վերցնեք, որովհետև Քրիստոս այլևս ցեզի հետ է։ Այդ գաղափարն է որ գուտա 50 օրերուն տածք, ինչպես որ ցեզ պատրաստեցի, հիմա 50 օրերալ դուք պատրաստվեցեք առաքյալներու նման քաչորեն, ուրեմն Քրիստոսի վգաները դառնալու։ Այս տասյարակչական երևույթն է որ ուրեմն մեր եկեղեցին ճշտած է 50 օրերու դրդմության շրջան, ինչպես որ ասի, հավասիկ 50 օրերու ուրախության շրջան։ Քրիստոս այլևս մեր հետն է։ Հոս ուրեմն մեջբերում Սուրբ Գրիգոր Դատեվացյան ուզում գդարել։ Գսե որ այս ուրախությունը կբացատրի անշուշտ Գրիգոր Դատեվացին, թե 50 օրերը թակավորական օրենք է, որ 50 օրեր խնջույք պետք է գդարել, հարսանեկան ուրախություն պետք է գդարել։ Եվ մեր դեր երկնավոր թակավորը լալով գսե այնքան ադեմ որ պեսան իրենց, այսին հարսնավորներուն հետ է, գարելի չէ ձոմբահել։ Ժամանակ պիտի կա իր պեսան պիտի վերցվի իրենց մե եւ այն ադեն անոնքալ ձոմ պիտի բահեն Մարգոս երկրորդ գլուխի մեջ այս մեկ գարտանք։ Ուրեմն Քրիստոս երկնավոր պեսան է եւ թակավորը։ Իսկ հարսանեկան դոնը հինունքն է։ Հետևաբար բահեցողություն չենք կատարել։ Այս շրջանին ուրախության շրջան է, Քրիստոս հարություն արած է եւ մեզի հետ է։ Քրիստոս իր հարութենեն յետք արիտներով ուրեմն երևցավ իր աշակերտներուն ցույց տալու համար որ ես ցեզի հետ եմ, ինչ որ արդեն ասած էր։ Պիտի երթամ եւ ցեզի մխիթարիչ մի պիտի գրկեմ, անգի առաջ ցեզի հետ պիտի լամ։ Եվ ահա վասիկ այդ ընթացն է որ մենք հինանց շրջանին կամ հինունք շրջանին գաբրինք։ Այստեղ պետք է հայտնել նաեւ որ հինանցի 50 օրերը ամբողջովին ուդիկ էին նախապես։ Որովհետև հայ եկեղեցին չէ ուզած մեծ բակեն դուրս դերունի օրմը բակ պահել։ Սակայն շնորհալի հայրաբեդ են սկսյալ, ուրեմն համբարձում են մինչև հոգեկալուստ զուգատիբող երկու ուրբաթները եւ մեկ չորեքշաբթին բախքի օր սահմանած է։ Բախքի օր եղած են։ Սակայն բախքի օրը սելով միայն երագուրի իմաստով։ Երագուրի կողմ է, մինչ եկեղեցու մեջ դերունի դոն է եւ այդ մեկը ամշուշտ ամփոփող մնացած է։ Շատ բարի։ Եկեղեցական առումով, այո, եկեղեցական առօրյա առողջության մեջ վստահ եմ որ առավելապար փամը կփոխվի։ Ինչ կփոխվի այս շրջանին։ Ուրեմն եկեղեցական առողջության իմաստով եթե պիտի առնենք փուն բարեգենտանեն մինչև հարության առաջին գիրակին հոգեկալուստին եկո մեկ ամբողջություն կգազմե ուր առողջական ղարքավորումը ամեն տարի կմնա նույնը բացի ամսաթիվեն այդ ալ որովհետև առնչված է հարության դոնին տվականին միան ամսաթիվեր են որ կփոխվին սակայն մեկ ամբողջություն մնա այս 98 օրերը
Հատկանշական է նշել, որ այս շրջանին, այսինքն Զադիգեն մինչև հոգեկալուստենի հետ քարության առաջին գիրագին երկարող ժամանակամիջոցին սրբոց հիշադակություններ դեղի չեն ունենար։ Նաև այս շրջանին ավանդություն է ուրեմն իրար ողջունել հարության ավետիսի խոսքերով Քրիստոս արիավի մերելոց օրհնյալ հարություն Քրիստոսի ուրեմն շնորհալի հայրապետ իր թուղթ ընդհանրականի մեջ գսե որ այս օրերուն բսագատրությունը արդոնելի չէ որովհետև երկնային ուրախությունը կարելի չէ խափանել աշխարհիկ ուրախությամբ եկե երկնավոր ուրախությունը դարբեր հանգամանք ունի եւ արդեն դարբեր հասկացողություն աշխարհիկ ուրախությունը քիչ ավելի գերուխումի շուրջ կենտրոնացած է եւ դե ապարգսես շնորհալի հայրապետ կարելի չէ այս երկուքը միախառնել պետք է այս 50 օրերը ամբողջությամբ երկնային ուրախության դրամատրվի սակայն անշուշտ ժամանակի ընթացքին որոշ բարեգարկումի ենթարկված է այս դնորինումը եթե գետրոնանք հինանց շրջանի վրա կտեսնենք թե բոլոր արարողությունները զատկական դոնախմբության շքեղությամբ կկատարվին Քրիստոսի հարության հadouk շարականներ կերկվին հինանց գիրագիներուն անտաստան կկատարվի ուրեմն Հովհան Մանտագունիի վերակրված կանոններու սկիզբը կգարտանք թե հինանց յուրաքանչյուր օր գիրագի է եւ հետեւաբար եկեղեցում է ջնրատրություն պետք չէ կատարել այլ ոտքի կանգնած միայն մեր մադերը քեդին թփցնելով պետք է երկրբակել աղոթքի ընթացքին եկեղեցական առողջության մեջ ջնրատրություններ ալգան ինչպես որ գիտեք սակայն գսե հարության շրջանին պետք է ոտքի կանգնած միայն երկրբակությունն էլ ոչ թե ջնրատրել որովհետև գսե եկեղեցին հարության վիճակի մեջ է արդեն հատկանշական է նաև հինանց օրերուն լրիվ կգարտացվին 4 ավետարանները բացի անշուշտ Հիսուսի ծննդյան եւ ճարճարանքներու դրվագներն կգարտացվին ամբողջ առաքյալներու կորձերը քիրկը եւ ընդհանրական 7 նամակները ուրեմն հետեւյալ գարկով է արավոտյան ժամերկության կգարտացվի Ղուգասի ավետարանը Սուրբ Պատարագին Հովաննեսի ավետարանը Երագոյան ժամերկության սկիզբը Մատթեոսի ավետարանը եւ վերջավորության Մարգոսի ավետարանը իսկ Արաքյալներու կորձերը եւ ընդհանրական նամակները կգարտացվին իբրև Սուրբ Պատարագի ջաշու ընթերցումներ Գրիգոր Դատեվացին այս մասին հավելյալ բացատրություն մնալ դալով գսե թե հինանց շրջանը հարսանեկան շրջան է ինչպես որ ասած էի եւ այս պատճառով ալ մարգարեական ընթերցումները այսինքն չենք կարտար եկեղեցիներս քանի բոլորն ալ գդարված են Քրիստոսով այլ միայն Դավիթի սաղմոսները ոնց շատ հետաքրքրական բացատրություն ու դա Գրիգոր Դատեվացի ուրեմն գսե որ պատճառը հետեւյալն է ինչու Դավիթի մարգարեներով սաղմոսները կգարտանք որովհետև ինչպես մարմնավոր հարսանիքի ժամանակ ծախսերը հորդուն են գլա եւ որովհետև Դավիթը ըստ մարմինի Քրիստոսի հայրն է այդ պատճառով ալ միայն սաղմոսները գերքենք եւ նոր գդագարանը կընթերցենք որ Քրիստոսը մեզի փոխանցված է քրական է ուրեմն այսպեսով Դավիթ մարգարեն Դավիթ տակավոր որ մարմնավոր հայրն է ինքնալ ներկա գտնվի այս խնջոկին ուրեմն նաեւ հինանց առաջին շաբթվա մեջ կգարտացվին Հիսուսի հետ հարության երևումները յուրաքանչյուր դրվագ կգարտացվի 4 անգամ 3 անգամ օրվան ընթացքին արավոտյան ժամերկության Սուրբ Պատարագին եւ երեկոյան ժամերկության վերջավորության իսկ 4-րդ անգամ կընթերցվի հաջորդ օր երեկոյան ժամերկության իբրև առաջին ավետարանը ուրեմն հետաքրքրական է նշել նաեւ որ հետ հարության այս դրվագներու շարքի մտած է եւ անոնց կանոնով 4 անգամ կգարտացվի նաեւ Լերան Կարոզի սկիզբի երանիներու հատվածը այդ Երանիներու բարական կենտատրվի որովհետև երանիները երկինքի արքայության ծևովը ճագերդյալ սահմանադրումն է անոր համար երկինքի արքայության վիճակի մեջ գտնվելով մենք այդ սահմանադրությունը միշտ կգրտնենք եւ կհիշենք երանիները եւ հետեւաբար մեր
հայրերն ու հայրաբետները հարմար դեսած են, որ լերան կարոզի սկիզբը դրված Երանիներու շարքը անպայման ընթերցվի հետ հարության այդ ընթացքին։ Շատ բարի այսօր։ Քիչ առաջ ձեր խոսքին մեջ անդրադարձակ Քրիստոսի երևումներուն մասին։ Այո։ Քիչ մը գրնանք խոսիլ Քրիստոսի երևումներուն անոր իմաստին մասին։ Ուրեմն, ինչպես որ ասի հինանց շրջանի հատկանշվին Հիսուսի երևումները իր աշակերտներուն։ Ինչպես կհիշվի Կորս Կարաքելոց քրքի սկիզբը։ Հիսուս ինչու երևցավ իր աշակերտներուն։ Հարութենեն յետք Քրիստոս բազմիցս երևցավ իր աշակերտներուն զանոնք հաստատելու իրենց հավատքին մեջ։ Եվ փաստելու թե իսկապես հարություն արած է։ Նաեւ ցույց տվավ, որ իր մարմինը փառավորյալ մարմին է։ Եվ անշուշտ առաքյալներ երբ ավետարանը գրի արին երևումներուն կարևորություն տվին, որովհետև այն օրվան աղանդավորները գսեին, որ Քրիստոս իբրև ուրվական երևցավ եւ ոչ թե իսկական մարմնով։ Եվ անորամար ուզեցին այս երևումները կարևորությամբ նշել։ Հիմա Հարութենեն յետք եւ մինչեւ համբարձում 40 օրերու ընթացքին Հիսուսի երևումները կարելի է բաժնել երկու մասերով։ Հետեւյալ ձևով։ Առաջինը անհատներու երևումները։ Մեկ կամ երկու հոգիներու ասենք մադահաց երևումները։ Օրինակ Մարիամ Մագդաղենացին հարություն առնել են յետք շաբթվան առաջին օրը կանուխ, այսինքն գիրագի օրը միաշաբաթին։ Ուրեմն նախ երևցավ Մարիամ Մագդաղենացին, կգարտանք Մարգոս Ավետարանի 16-րդ գլուխ 9-րդ համարի մեջ եւ Հովանես 21-18-ի մեջ։ Պետրոս Արաքյալին ասելով թե դերը հարություն արավ եւ երևցավ Սիմոնին կգարտանք այդ Կորինթացիսին մեջ, ինչպես նաեւ Ղուգասու Ավետարանի մեջ։ Հակոբոս Արաքյալին այդ Կորինթացիս 15-յոթի մեջ կսե անգետ երևցավ Հակոբոսին, ապա բոլոր առաքյալներուն անգետ կսելով Պետրոսին գակնարկե Պետրոսին, ապա Հակոբոսին երևցավ։ Եմաուսի ջամփորտ երկու աշակերտներուն գարտանք Ղուգասու Ավետարանի եւ Մարգոսի Ավետարանի մեջ։ Մարիամ Մագդաղենացին եւ մյուս Մարիամին, ասին Հակոբոսի մոր, Մատթեոս 28:1-18 եւ այսպիսով անհատական կամ 1-2 հոգիներու երևումները կավարտենք։ Իսկ մեծաթիվ խումբերու երևումները հետեւյալ ձևով են։ Ուրեմն 10 աշակերտներուն եւ անոնց ընկերագիցներուն հարության առաջին օրը կընթերցենք Հովանես 20:19-23, Ղուգաս 24:36-49։ 11 աշակերտներուն 8 օր յետք, երբ Թովմասն անոնց հետ էր։ Հովանես 20:24-31։ 7 աշակերտներուն Լիբերիայի Լիջինեզերքը, որ բադայեցավ, Հովանես 21-րդ գլխի սկիզբը։ Ավելի քան 500 եղբայրներու գսե այդ Կորինթացիսին մեջ Բողոս Արաքյալ։ 11 աշակերտներուն Գալիլեայի լերան վրա Ավետարանի մեջ հիշված է այններ, որ ուր Հիսուս ժամատրված էր իր աշակերտներուն հետ գսե Մատթեոս 28:16։ Դեղ մնալ Ղուգաս 24:50-53 եւ Կորս Կարաքելոց առաջին գլուխ 1:11-ի մեջ գսե բազմաթիվ աշակերտներու երևցավ առանց տիտալու։ Անշուշտ այս երևումներուն նպատակը ինչպես որ ասի թե հաստատել իրենց հավատքի մեջ եւ թե փաստել որ ինք իսկապես հարություն արած է, փառավորյալ մարմնով հարություն արած է։ Եվ այդ փառավորյալ մարմնով հարություն առնելու ապացույցները հետեւյալներն են։ Մարիամ Մագդաղենացին ջանցավ անոր ցայնը։ Ցայնով դիմեց։ Մարիամ ասավ Հիսուս եւ ամիջապես երբ դարձավ Մարիամ Ռաբբի։ Հոս արդեն կտեսնենք որ ուրվական մը չէ, հոգի մը չէ, կամ երևակայություն մը չէ։ Աշակերտները դեսան անոր ցերկերն ու ոտքերը կամերու հետքերով, գսե Ղուգասու Ավետարանի մեջ 24:40-ի մեջ։ Թոմասին առաջարկեց մադը տնել իր ցերկերուն վրա եւ ցերկը մխրճել իր գողին։ Հովանես 20:27-ը։ Ուրեմն Քրիստոս նաեւ իր երևումներուն ընթացքին
ջաշեց խորովածուկ եւ մեղրախորիս գերավ Ղուկաս 24:42-ին 43 Ուրեմն Քրիստոս նաև բացատրեց իր հարությունը 5 դագարանի քրություններում միջոցով նախքան անշուշտ խաչելություն եւ խաչելութենեն իդ այսին հարութենեն իդ 24 45-ին 46 Ղուկասու ավետարան Ուրեմն վերջին հրաշքը գործեց 7 աշակերտներուն համար դիպերիայի լիջին եզերքը Հովհաննես 21-րդ գլուխ ինչպես որ քիչ առաջ անդրադարձա Յուղափեր գիներուն բարակային անոնք բարեցան գսե անոր ոտքերուն շոշափեցին Ուրեմն Պետրոս Արաքյալի վկայությունը գործկարակելոցի մեջ որ գիշվի ան հաստատեց որ Քրիստոս չերեցավ ամբողջ ժողովրդին այլ Աստծո կողմէ նախաբես ընդրված վկաներուն գսե մեզի որոնք անոր հետ գերանք ու խմեցինք հարություն առնել են յետք ինչպես որ ասիկ այս երևումները բարակայական չէին բնականաբար անոնք նաև նպատակ ունեին ուրեմն Բեռնադան մեջ երբ երևցավ Քրիստոս անոնց վախը պարադելու եւ զայն երկնային խաղաղությամբ փոխարինելու համար երևցավ անոնց սուկն ու լացը վերածելով ուրախության եւ պատվիրելով ավետարանը կարոզել Թովմասի ներկայությամբ երևցավ անոր գասկածը ճշմարիտ հավատքի վերածելու համար Մագդաղենացին երևցավ ցույց տալու համար որ ինք բարի հովիվն է որ իր ոչխարները անունով կգան չէ ինչպես որ քիչ առաջ անդրադարձանք Մարիամ ոչեց եւ դարձավ Մարիամը միջաբես ռաբբի ասավ ուրեմն Գալիլեայի լերան վրա երևցավ իր իշխանությունը հայտարարելու եւ բաթմության մեծակույն առաքելությունը տալու համար Կացեք եւ բոլոր ժողովուրդներին ինձ աշակերտ դարձուցեք, ցանոք մգրտեցեք հորը եւ որդին եւ Սուրբ Հոգին անունով։ Նաեւ սորվեցուցեք այն բոլոր բադվիրանները, որ ես ցեզի դվի եւ համիշտ ցեզի հետ պիտի լամ մինչեւ աշխարհի սփախճանը։ Եվ վերջինը Եմաուսի աշակերտներուն անոնց երևցավ բացատրելու համար իրեն վերապերող բոլոր այն դրվագներ կամ կրությունները Եվ սորվեցնելու, որ հարության իրողությունը հոգևոր տեսողության գարիք ունի։ Ահա բասիկ, այս բոլորը Քրիստոսի հարութենեն ետք բադահեցան առաքյալներուն։ Եվ անոնց ընդմեջենալ այսօր մեզի կբադահին, որբեսի մենք ալ մեր հավատքի մեջ հաստատ մնանք եւ առաքյալներուն նման այս առաքելությունը առնելով Քրիստոսի հարությունը հայտարարենք աշխարհին։ Ահա բասիկ, այս երևումները այսպես կարելի ամփոփել Շատ բարի բավական մանրամասն է լավ էր հիմա մենք առնենք մեր գարչ տատարը միջ այդ մեր ժողովրդի զավակները այս բոլորը գմարսեն եւ մենք կշարունակենք մեր հարցազրույցը առնենք մեր գարչ տատարը
շատ բարի սիրելիներ, դուք ունգընտրեցիք համբարձման դոնին արիտով շարագանն է, օրվան օրտնությունն է, ինչպես գիտեք այսօր համբարձում է։ Մենք կշարունակենք մեր հարցազրույցը անոնք, որոնք մեզի նոր միացան, բարձապես հիշեցում մնե, որ գնենք Հայր Սարգիսը կխոսի հինանց շրջանը եւ Քրիստոսի համբարձումը։ Հայ Սուրբը ընդանուր գերբով նշանակությունը տվավ հինանց շրջանին, հինունքը ինչու բախ չենք բռներ եկեղեցական արարողության մեջ ինչ կփոխվին եւ նաեւ խոսեցավ Քրիստոսի երևումներուն եւ անոնց իմաստին։ Հայ Սուրբ հինանց շրջանի գիրագիներուն անդրադառնանք, ինչ որ գիտեմ հատկանշական է անոնց դրված անունները յուրաքանչյուր գիրագի բամը ունի, մեր հայրերը բամը գոչած են, անդրադառնանք քիչ։ Այո, ուրեմն նկատելի բարակամն է, որ հինանց գիրագիներն ունին իրենց հատուկ անվանումները, ինչպես որ մեծ բակի գիրագիներ ունին։ Միակ բացառությամբ այս գիրագիները հարության մեկ եւ նույն հրաշքին 7 խորհուրդները կցոլացնեն իրենց մեջ։ Ուրեմն բրիսմագեն անցած լույսի 7 հիմնական քույներուն նման, ինչպես սկսեց նոր պատրիարք։ Ուրեմն անցնենք առաջին գիրագին։ Առաջին գիրագին Զադիգն է։ Գամ Դոն Հարության։ Բոլորից ծանոթ է անշուշտ Զադգվան հրաշալի խորհուրդը, ան Քրիստոսի հրաշապար հարության հիշատակումն է։ Սակայն ինչու երկու բառ կօգտագործենք, այսինքն Զադիգ եւ Դոն Հարություն դիարն։ Զադիգ բառին օգտագործումը մեզ կդանի հրեական ավանդության։ Ուրեմն Զադիգ բառը բասեկ բառին հայերեն թարգմանությունն է։ Եբրայերեն մեջ բեսախ կամ կախտիացված լեզվի մեջ բասխա կնշանակե զադվիլ, անչադվիլ կամ չեղյալ համարել։ Հրեաները բասեկի դոնին գհիշադակեն Եգիպտոսեն իրենց ելքը։ Այսինքն քերության երկրեն զադվիլը։ Մենք եւս Քրիստոսի հարության խորհրդի մեջ կտեսնենք այս խաղապարը։ Մենք այս աշխարհեն, մեղսալից այս աշխարհեն գզադվինք դեպի սրբության աշխարհ, դեպի երկնքի առկայություն։ Եվ հետեւաբար այս զադվելու բանը արարողությունը ասենք, թե կգոչենք զադիկ։ Սակայն անշուշտ իր փուն անունը Դոն Հարություն դիարն, այսինքն հարության դոնն է, Քրիստոսի հարության դոնն է։ Իսկ ալով մյուս գիրագիներուն մեկ առ մեկ հիշեմ։ Երկրորդ գիրագին, հինանց երկրորդ գիրագին կգոչվի նոր գիրագի։ Ավետարանի վկայությամբ ուրեմն Աստծո որդին հարություն արավ միաշաբաթ, այսինքն շաբթվան առաջին օրը, գիրագի օրը։ Հետևաբար գիրագի օրը նվիրագործվելով դերունի օր դարձավ։ Մենք եկեղեցու մեջ բոլոր գիրագիները կգոչենք հարության գիրագի։ Եթե այլ դերունի դոնը չգա, գիրագի օրերը հարության նվիրված շարագաններ երկենք եւ արևոդյան ժամերկության Քրիստոսի հարության դրվակը ուրեմն կընթերցենք։ Ուստի միաշաբաթի 8-րդ օրը հանդիպակաց առաջին գիրագին եւ որովհետեւ գիրագի գլաթացիան ոգեգոճումն է Սուրբ Զադիգին եւ անորոմար գոչված է նոր գիրագի։ Ժողովրդային բացատրությամբ գրկնազադիկ։ Ուրեմն հինանց երկրորդ գիրագին նոր գոչումը ինքնին գահաղորդ է, ուրեմն հիշյալ գիրագին խորհուրդը եւ բովանդակած պատկամը։ Եկեղեցին գհիշալագե Քրիստոսի հարությամբ մարդ արարածին հոգին լուսավորումը, փրկությունը եւ նորոգությունը։ Արդեն շարագաններում մեջ եւս կշեշտվին հարության խորհրդով նորոգվելու, սրբվելու գաղափարները։ Այս գիրագին նաև ինչպես որսի կգոչվի գրկնազադիկ։ Հետաքրքրական բաներ կդա այս գրկնազադիկ անվան շուրջ։ Ուրեմն, քանի այդ գիրագի օրը կգրկնվի զադգական մթնոլորտը, կոչած են գրկնազադիկ։ Նաև պետք է հստակացնել, որ այն գիրագիները, որոնց ուրիշ դոներու հիշադակությունն ալ գլձորթվին, կգոչվին գրկնազադիկ։ Այսպես, բացի Աստվածահայտնութենեն 5 դաղավարները, որոնք հաստատապես կապված են գիրագիներու,
գոչվին գրկնազադիկ։ Որովհետև երկու բան է որ գիսադագենք այդ օրը։ Հին ադեն համշենի ժողովուրդը համշենահայությունը ճուխտակ գիրագի գոչած է գրկնազադիկը։ Այսինքն գրգին գիրագի։ Այո, Գրգին գիրագի։ Այո։ Գրկնազադիկ գրգին գիրագի։ Սակայն հետակային ուրեմն այն թաբու ավանդության հետևելով այս անվանումը հատկացուցած են մեր դիսակետ հայրերը կամ հայրաբետները միայն նոր գիրագի։ Այստեղ կարելի է նաև հետևյալը ասել, որ հին քրիստոնեական ավանդության մեջ ջրակալույցի երեգոյան եւ զադիգին հարության տոնին մգրդությունները կգադարվեին։ Նոր մգրդյալները ամբողջ շաբաթը սպիտակ սկեստ կհագնեին։ 8-րդ օրը, այսինքն նոր գիրագին, անոնք կհանեին այդ սկեստները, կհանեին սպիտակ սկեստը։ Հետևաբար այս օրը կնկատվեր նոր կյանքի սկիզբ եւ անոր մեջ հաստատում։ Այս իմաստով երկրորդ զադիգ էր, գրկնազադիգ էր, որովհետեւ մգրտված մարդը անցամբ մասնագից կդառնար հարուցյալ Քրիստոսի կյանքին։ Երրորդ գիրագին, հինանց երրորդ գիրագին աշխարհամադրան գիրագի կամ գանաչ գիրագի կոչվի։ Փարարանային իմաստով աշխարհամադրը բազիլիկա բարին հայերեն է, որ կնշանակե արքունի դաջար կամ երկրի մը գետրոնական դաջարը։ Արաքյալներու հավաքված վայրը, ասին Վերնադունը, ուր Հիսուս Սուրբ Հաղորդյան խորհուրդը հաստատեց եւ Սուրբ Հոգին էջքով առաջին եկեղեցին հիմնվեցավ եւ որ դարձավ ողջ քրիստոնեության առաջին եկեղեցին աշխարհամադրն է։ Առաջին տարու քրիստոնյաներուն համանքային կյանքը գզարկանար ու գազմագերբվեր դուն մադուրներու շուրջ, որոնք այդ ժամանակաշրջանի եկեղեցիներն էին։ Եվ այս աղոթավայրերը կապված էին Երուսաղեմի աշխարհամադրան, այսինքն Վերնադան։ Երբ կապված է, գսեմ այստեղ պետք է հասկանալ հոգևոր առնչվածությունը։ Հետևաբար աշխարհամադրան գիրագին ոգեգոճումն է առաջին եկեղեցվո, ինչ որ բոլոր եկեղեցիներուն նախօրինակը դարձած է։ Օրվան շարականներում մեջ եւս գշեշտվի քրիստոնեական համայնքի կյանքին ու առաքելության առնչվելու եւ եկեղեցվո շուրջ համախմբվելու մտածումները։ Հետևաբար աշխարհամադրան գիրագի խորհրդին մեջ են մենք հավատացյալներս հրավիրված ենք մեր ապրած աշխարհը, այդ աշխարհը լա մեր ներքին աշխարհը կամ արդակին աշխարհը եկեղեցի վերածելու եւ այդ առաքելությունը շարունակելու, եկեղեցվո առաքելությունը շարունակելու։ Մեկ խոսքով հավատքը խորաբես եւ չեր մերանտությամբ ապրելու պատկամու դա հավատացյալներուս։ Այս գիրագին նաեւ մեզ գհրավիր է քրիստոնեական միությունը վերահաստատելու, որովհետև աշխարհամադրն է, աշխարհամադրան մեջ զանազան խմբավորումներ չկային, բոլորը մեկ էին, եւ անոր քրիստոնեական միության հրավերն է։ Այստեղ երբ միության մասին կխոսենք, հետեւյալ գաղափարը պետք է հստակ լինի։ Քրիստոնեական միություն չի նշանակեր միացևություն բերել աշխարհի բոլոր եկեղեցիներուն, կամ միացուլել զանոնք մեկ եկեղեցվո մեջ, կամ միացուլել ցեղային կամ մշակութային տարբերությունները ժողովուրդներու միջև, ինչպես նաև չի նշանակեր որոշ աստվածապաններու գաղափարներու շուրջ համախմբվել։ Քրիստոնեական միությունը կարելի է իրականացնել միայն բոլորվելով Քրիստոսի շուրջ, ինչպես գտելատրել ներսես շնորհալի հայրաբեդ։ Ուրեմն, երբ եկեղեցիներ կամ հարամանություններ կխմբվին Քրիստոսի շուրջ, միության հոգին կզորանա եւ առաջին աշխարհամադրը ներգայիս վերահաստատելու բադեհությունը կընծայվի։ Այսպիսով արիթը կստեղծվի ավելի աստու գերբով կորձելու իբարս աստուծո եւ իսպաս քրիստոնեական հավատքին, բնականաբար։ Ինչպես որ աշխարհամադրան գիրագին ծանոթ է նաեւ գանաչ գիրագի անունով։
Այս անվանումը ոչ մեկ եկեղեցական ծագում ունի։ Հետևաբար ժողովրդական անվանումն է։ Եվ առնչված է ինչ որ գենթատրեն եղանակային փոփոխության, քարնանային թարմության։ Քանի որ Քրիստոսի հարության հրաշքը, ինչպես որ բադահած է, քարնանային այս եղանակներում։ Հոս նաև մեր հավատացյալ ժողովուրդը, հայ ժողովուրդը, այդ Քրիստոսի հարության գաղափարը դեսած է ոչ թե միայն իր կյանքի մեջ, նաև բնության մեջ։ Բնության մեջ դեսած է բնության զարթոնքը, բնության բորտկումը, ուրախությունը։ Եվ այս գիրագին, հարության գիրագին կոչված է գանաչ գիրագի։ Դեսնելով այդ գանաչությունը, բնությունը, հալարազարդված դաշտերը։ Եվ ուզած է, որ բնության ուրախությունը նաև առնչել Քրիստոսի հարության։ Չորրորդ գիրագին Գարմիր գիրագի կոչվի։ Օրմանյան պատրիարքի համաձայն Գարմիր գիրագին գանաչ գիրագի նման քարնանային եղանակ են առնված ժողովրդային անվանումն է։ Դարձյալ ոչ մեկ եկեղեցական անվանում է կամ հեղինակության կողմ է անվանված է։ Որ գուշե քարնանամուտի Գարմիր գագաչներով զարդարված դաշտերը։ Գա նաև այլ բացատրությունը, որ Գարմիր անվանումը գգաբե Քրիստոսի փրկարար արյան հետ։ Գա այլ դեսությունը, որ գանաչ եւ Գարմիր գիրագիներու աղերսված է։ Այսպես, հայ աշխարհի մեջ գանաչ եւ Գարմիր գույները ցանկի նորոգության գույներ են։ Օրինակ, հինադեն նորաբսակ զույգին գլխուն գաբեին սպիդակ գանաչ եւ Գարմիր տելերը հյուսված նարոդներ։ Այո։ Ինչ որ ցուցանիշ անոնց ընտրած նոր ցանկին։ Սակայն ավելի ըստույք նկատած են հետևյալ լուսապանումը, որ հինանց 4-րդ գիրագին Գարմիր անվանելով քրիստոնյա հավատացյալներ բահած են քրիստոնյական առաջին շրջանի մարտիրոսներուն ու նահատակներուն զոհողության ու բայկարի հիշադակը, որի խնդիր ճշմարիտ հավատքին կատարված իսկական սխրանքն է։ Հետևաբար հոգևոր բայկարի նվիրված գիրագի մնե այս գիրագին եւ մեզ գհրավիր է արթնության եւ զգոնության։ 5-րդ գիրագին նվիրված է խաչին։ Երևան Սուրբ Խաչի հիշադակումն է։ Ուրեմն հոս պատմական դեպքիմը ոգեկոչումը կկատարվի։ 351 թվականին հոգեկալուստի դոնին օրը առավոտյան ժամը 3-ին երկինքի վրա գենարար Սուրբ Խաչի նշանը գերեվի, որուն մեկ ծայրը կողկոտայի պլուրեն գսկսեր, իսկ մյուս ծայրը գհասներ մինչև համբարձման լեր, որ մոտավորապես 2 կիլոմետր է։ Երուսաղեմի գյուրեղ պատրիարքի օրով բադահած այս հրաշալի դեպքը ամեն գոմ կդարածվի եւ ավանդության համաձայն հազարավոր հрьяաներ հավատքի կդառնան եւ կմգրդվին այդ օրը։ Հայ եկեղեցին Երևան Սուրբ Խաչի դոնը հինանց շրջանին զետեղելով, ուրեմն հայ անհատին սորվեցուցած է թե Քրիստոսի խաչելության եւ հրաշապար հարության միջև սերտ առնչությունը աղերս մկոյություն ունի։ Առանց խաչի ու չարչարանքի հարություն չկա։ Ուրեմն խաչելությունն ու հարությունը իրար լրացնող դեպքեր են։ Հետևաբար խաչելության ընդմեջ են կդեսնենք հարության հույսը եւ հարության մեջ են խաչելությամբ արդահայտված Աստծո սերը։ 6-րդ գիրագին հարության գիրագի է, ոչ մեկ անվանում ունի, սակայն Շնորհք Պատրիարք իր քունակեղ գիրագիներ եւ հոգեկալուստ քիրքի մեջ զայն գոչած է Գաբույթ գիրագի։ Այս անվանումը ուրեմն դիսական ոչ մեկ աղբյուրի մեջ հիշված է, բնականաբար։ Այս գիրագի օրվան հadouk աստվածաշնչական ընթերցումներում մեջ հույսի եւ ցանկի գաղափարներն են, որ գշեշտվին։ Հովաննեսի ընդհանրական նամակի մեջ գշեշտվի հույսի գաղափարը։ Եվ ինչպես գիտեք, հույսը քրիստոնեական հավատքին սյուներեն մեկն է։ Վերջապես մենք Քրիստոսի հուսալով գաբրինք այս կյանքը։ Իսկ Հովաննեսի ավետարանի մեջ գշեշտվի ցանկի գաղափարը, որ դարձյալ Քրիստոսն է։ Մեզ համար կյանքը նույն ինքն Քրիստոսն է։ Եթե կուզենք արժանապես կյանք ունենալ,
Այսինքն իսկապես ապրիլ պետք է ցերպազատինք մեզ այս աշխարհին գաբող բաներն եւ Քրիստոսը ունենանք մեր կյանքի մեջ։ Այս պատկամն է որ գուտա այս կիրագին։ Քանի որ աշխարհին պատկանող բաները ժամանակավոր են եւ միշտ հուսախապության կարաշնորթեն մարդիկը եւ հուսախապություն կպատճառեն։ Մինչ Քրիստոս հավիտենական է եւ գլիացնե մարդը։ Այսինքն ոչ մեկ բանի պետք չենք ունենար, երբ Քրիստոս ունենք մեր կյանքի մեջ։ Հենց այս կիրակին գոչ մնե մեր հույսը Քրիստոսի վրա տնելու եւ մեր կյանքը Քրիստոսի հանձնելու։ Ինչպես որ որոշ անվանում ունի, սակայն իր ընթերցանության մեջ գիրակի օրվան ընթերցանության մեջ կտեսնենք հույսի եւ կյանքի խաղապարները։ 6-րդ գիրագիեն 7-րդ գիրագի ընթացող օրերուն դերունի կարևոր դեպքիմը հիշադակումն է։ Համբարձման դոնը, որոնք արդեն քիչ հետ պիտի անդրադառնանք եւ այսօր արդեն դոնն է։ Ուրեմն 7-րդ գիրագին երկրորդ զարգազարդ կգոչվի։ Համբարձման դոնեն 4 օր յետք հաջորդող գիրագին կգոչվի երկրորդ զարգազարդ։ Ինչու՞ այս անվանումը ովև մեկ դոնի հիշադակումը չէ, բարձրապես այդ օրվան ավետարանական ընթերցումները կներկայացնեն Քրիստոսի Երուսաղեմ մուտքը։ Այլ խոսքով զարգազարդի հիշադակության գրկնությունը։ Այս գիրագին նաև կապված է ազգային ավանդությամբ, որ դոնին նվիրված շարականին մեջ մեզի կներկայացվի եւ առնչված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրաբերին։ Այսպես, երբ Լուսավորիչ հայրաբեդ խոր վիրաբի մեջ կգտնվեր, ամեն օր հրեշտակ մգայցել էր իրեն։ Համբարձման դոնին արիթով հրեշտակները եւս թաս առ թաս ոգեգոչեին Քրիստոսի համբարձման դոնը։ 4-րդ օրը հայրաբեդին այցի եկող հրեշտակը երբ կբացակայի, հաջորդ օրը իր բացակայության պատճառը կպատմի հայրաբեդին, թե այդ օր իրենց տասին օրը եղած է։ Երկնային դոնախմբությամբ ոգեգոչել Քրիստոսի համբարձումը եւ ինք չեր գրնար բացակայել բնականաբար երկնային այդ դոնախմբութենեն։ Այստեղ պետք է լուսաբանել, որ երկնային բանակը կփաղկանան հրեշտակներու 9 տասեր են, ինչպես որ սկիզբը խոսեցանք, 9 տասեր են։ Համբարձման դոնեն մինչև հոգեկալուստ 9 օրեր են։ Այո։ Ուրեմն, այսպես յուրաքանչյուր տաս բադեհություն ունեցած է երկինքի մեջ թիմավորելու երկրավոր արաքելութենեն վերադարձող Աստվածորդին։ Եվ անորամալ այս գիրագին դե իր ընթերցանության ավետարանական ընթերցանության եւ թեյալ այս ավանդության պատճառով գոչված է երկրորդ զարգազարդ։ Ուրեմն այսպիսով 7 գիրագիները կամփոխանան, իսկ 8-րդ գիրագին հիշադակումն է Սուրբ Հոգվո Քալստյան։ Մեր նադան մեջ Սուրբ Հոգին էջկով եկեղեցին հիմնվեցավ, ինչպես որ քիչ առաջ անդրադարձա, եւ Քրիստոսի արաքելությունը շարունակվեցավ աշխարհի վրա։ Այսպիսով ուրեմն գավարդի հինանց շրջանը եւ գսկսի արարչական հիշադակումներու շրջանը, այսինքն ստեղծագործության յուրաքանչյուր հանգրվանին առնչված օրեր, սուրբերու հիշադակումները կվերցկսին, բահեցողության օրերը կսկսին, խաչելության եւ մանուկյան ոգեգոչումներ եւ այլն։ Այսինքն իր բնականոն ընթացքին կդառնա մեր օրացույցը։ Շատ բարի, նկատի ունենալով որ հայ Սուրբ այսօր համբարձման դոնն է, գրնանք ամփոփ կերգով նաև խոսիլ Քրիստոսի համբարձման դոնի մասին։ Այո, խնդրեմ։ Ուրեմն Քրիստոսի չարչարանքները, խաչելությունը, թաղումը, հարությունը, համբարձումը փրկագործության ամբողջությունն են։ Մեր եկեղեցու հայրեն համաձայն համբարձումը մարդկային բնության աստվածացման ճանապարհին քակատնագետն է։ Ուրեմն Քրիստոս իր մեջ երկինք բարձրացուց ամբողջ մարդկային բնությունը։ Եվ այս գաղափարը հաջող կրկնված է մեր Սուրբ հայրերու կողմէ։ Սուրբ Աթանասկս է բանաստված մարդացա, որբեսի մարդը աստվածանա։ Այսինքն դեպի Աստված բարձրանա եւ անոր շնորհքին մասնագից դառնա։ Առնչած է համբարձման։ Գիտեք որ Ադամի անգումով մարդը գործընծուց երկնային իր փառքը վիրավորեց աստվածային պատկերը։ Այս առումով
ուրեմն մեր Սուրբ հայրերուն գողմենալ այսպես հիշված է, որ Քրիստոս իր համբարձումով վերագանքնեց այդ պատկերը։ Հովան ոսկեփերան գսե, այսօր հրեշտակները տեսան այն, ինչ երբեք չէին տեսած։ Մարդը Աստուծո աթորին մոտ նստած։ Ոսկեփերան հայրաբեդ այստեղ ուղագի մարդը գշեշտ է։ Ահավասիկ մարդուն դրված մեծ բադիվը Աստուծո կողմը։ Քրիստոսի համբարձումը միայն բադիվի վերագանքնումը չէ, այլ հաղթանակ է նաև։ Ուրեմն Քրիստոսի համբարձումը նոր աթամին հաղթանակն է հին աթամի անգումի վրա։ Այս առումով Սուրբ Եփրեմ ասորի գսե անգյալ աթամը իր ուսերուն վրա վերցուց եւ զայն թեպի Աստված բարձացուց Քրիստոսի ակնարկելով անգյալ աթամը իր ուսերուն վրա վերցուց եւ թեպի Աստված բարձացուց հետեւաբար Քրիստոս իր համբարձումով բացավ երկնքի դռները որոնք մեղքով փակված էին այս մեկը կարելի է նկարագրել հետեւյալ ձևով նաեւ ինչպես պատկերած է Սուրբ Գյուրեղ Աղեքսանդրացին թե հարությունը մեղքին թեմ հաղթանակն էր իսկ համբարձումը մարդկային բնության կահագալությունը ահավասիկ Քրիստոսի համբարձման կարևորությունը բրգակորձության առաքելության մեջ բնականաբար այս գաղափարները բոլորովին հիմնված են ինչպես որ տեսակ մեր Սուրբ հայրերու գաղափարներուն անոնց նված լուսաբանություններուն մեկնաբանություններուն վրա Շատ բարի Հայ եկեղեցու հայրերը ինչպես գմեգնեն կամ մեկնած են Քրիստոսի համբարձումը Հայ եկեղեցին ընդհանրական եկեղեցու մեկ մասը լալով բնականաբար որ դարբեր չէ մտածած այստեղ գհիշեմ երկու հեղինակություններ առաջինը Սուրբ Նեսես շնորհալի հայրաբեդ որ իր շարականներում մեջ համբարձումը գարնչե երկնային ուրախության ու խնջույքին անգնագարակրե հրեշտակներու երկեցողությունը եւ արաքյալներու զմայլանքը համբարձման շարականներու մեջ գգրտնվի այն գաղափարը թե Քրիստոս աստվածային ու մարդկային միավորյալ բնությամբ բարձրացավ այսինքն իր մարդկային բնությունը չծկեց մարդը իր հետ բարձրացուց մարդկային բնությունը ահավասիկ նույն գաղափարն է որ գգրտնվի սակայն դարբեր ոճով ինչպես որ քիչ առաջ գրկնած է ասած է Աստված մարդացավ եւ իր մարդկային բնությամբ երկինք վերադարձավ որբեսի մարդը եւս փառավորվի եւ երկինք մտնելու շնորհքին արժանանա երկրորդ երկրորդ հեղինակությունը Գրիգոր Դատեվացին է անգպացադրե որ համբարձումը անհրաժեշտ էր որբեսի առաջին մարդկային բնությունը փառավորվի Սուրբ Հոգին գրգվի քանի Քրիստոս խոստացավ իր մեկնումեն յետ գրգել ցայն գրգել մխիթարիչը եւ որբեսի հավատացյալներուն համար հույս դառնա երկնային կյանքը Դատեվացի կարոզներու մեջ կգարտանք որ Քրիստոս երկինք մտնողներուն առաջնորդը դարձավ առաջնորդ բառը կօգտագործե այստեղ անհրաժեշտ է նաեւ բարձրապանել թե երբ երկինք բարձրացավ երկինք համբարձավ ասենք թե երկինքը ուր է համբարձման դրվագի մեջ հիշված երկինք բառը իր սեղմ իմաստով պետք չէ հասկանալ քրիստոնեության մեջ երկինքը բնականաբար Աստծո դունն է սակայն երկինքը դեղ կամ թիրք չէ քրիստոնեական հասկացողությամբ երկինքը միայն դարաձական ուղղություն մնալ չէ վեր վար արցախ հյուսիս հարավ արևելք արևմուտք այդպես չէ այլ Աստծո ներկայության եւ հավիտենական կյանքի վիճակն է երկինք բառը համաբարփակ եզմրալալուն պատճառով կկործածվի ուրեմն այս դրվագներուն մեջ Աստված մեր հասկացողությամբ ամենուրեք է ամենտեղ է Քրիստոսի համբարձումով մարդը կարողացավ այս համաբարփակ իրավիճակին մաս կազմել Հետևաբար քրիստոնեային գոչումն է այս վիճակը բահել մաքուր ու սուրբ նայել երկինք ինչպես որ առաքյալները գնային երկինք հույսով նայել երկինք նայելը որովհետև հույսի նշան էր ինչպես առաքյալները կսպասեին Քրիստոս որ ինչպես վեր բարձրացավ յետիչն է վերադառնա իրենց կրթություններում մեջ միշտ կսեն մենք եւս այդ հույսով նայենք երկինք եւ սպասենք Քրիստոսի վերադարձին
երկրորդ եւ վերջին վերադարձին։ Եվ վերջապես, որովհետեւ այլևս երկինքի բնագի չենք եւ ոչ թե երկրի, այսինքն ամեն ինչի պատասխանատու ենք եւ ոչ թե միայն երկրավոր բաներու, պետք է հավատարմությամբ գադարենք մեր հավատքի բանջները։ Այլ խոսքով, արժանապես Քրիստոսի ներկայացուցիչները լանք այս երկրին վրա։ Շատ բարի հայ Սուրբ, ավարտելով ծեր վերջին խոսքը խնդրեմ։ Վերջին խոսքս աղոթքն է։ Համբարձման դորին առիթով աղոթեմ, որ Աստված իր զորությամբ մարդկությունը բարձրացնե իր ներկա բարոյական խեղճ վիճակեն։ Մեզի ուժ ու համբերություն բարգեւե դիմակրավելու աշխարհի մտահոգություններն ու մարդահրավերները մանավանդ այս տագնապալից օրերուն եւ իր արքայության արժանացնե մեր բոլոր ննջեցյալները, որոնք իրեն հավատալով եւ հուսալով մեկնեցան այս աշխարհեն։ Շնորհակալ։ Շնորհակալություն ձեզ եղբայր, վարձկենիդ կդար, Աստված ձեր հավատքին եւ գոչումի մեջ հաստատ բահե։ Փագել է առաջ մեր հայդակիրը սիրելիներ, ագանչարուլը լանք Դավիթ Մարգարեին Պերնով արդասանված Սաղմոսներեն հատվածը։ Դերը գտակավորե, թող ժողովուրդները թողան, քերով փեներով շրջապատված իր աթորին բազմած է ան, թող աշխարհը սասանի։ Մեծ է դերը Սիոնի մեջ, ան, որ գդիրե բոլոր ժողովուրդներուն վրա։ Ամենքն ալ պիտի կոհապանեն անոր մեծ եւ ահավոր անունը, Սուրբ է անիգա։ Զորավոր է թագավորը, որ գսիրե իրավունքը, եւ տուն ուղամդության կանոն հաստատեցիր դեր, իրավունք եւ արդարություն հաստատեցիր քու ժողովրդիդ մեջ։ Փարապանեցեք դերը մեր Աստվածը, երկրբակեցեք անոր քահին արչև, Սուրբ է անիգա։ Մովսես եւ Ահարոն անոր մդերիմներն էին, եւ Սամուել անդադար աղոթողը, աղոթեցին Տիրոջ եւ պատասխան տվավ անոնց։ Ամբի սյունին մեջ են խոսեցավ իր ժողովրդին եւ անոն քնազանտեցան անոր բադվիրաններուն եւ իր դված կանոններուն։ Դեր մեր Աստվածը, տուն միշտ պատասխանեցիր անոնց խնդրակներուն, ներող Աստված մի եղար անոնց համար, բայց նաեւ բադիժով հադուցանող անոնց անիրավ կորձերուն։ Փարապանեցեք դերը մեր Աստվածը, երկրբակեցեք անոր իր սուրբ լերան վրա, որովհետև սուրբ է դերը մեր Աստվածը, ամեն։ Բարի գիշեր եւ հաջելի ունգընտրություն։